Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 8-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, օրը հինգշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 8-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հույսով լցված եք, հույսով ինչ-որ մեկին եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում նաև, այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, սպասում եք, որ գան, կամ հույսով եք, որ կգան։ Այդ օրը նաև հանդիպում ունեք, դե համար կապ է, դուք եք ճանապարհ գնում հանդիպելու համար, կամ իրենք են գալիս հանդիպելու համար։ Հանկարծակի լուր այդ օրը կլսեք, նաև գումար կստանաք և ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ ինչ-որ մեկի առողջության մասին կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 8-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված վեցը հարցեր ունեք, հնարավոր է ուսման կենտրոն է, հնարավոր է բժշկական կենտրոն է կամ մեկ այլ ինչ-որ մի տեղ է, որ ինչ-որ գաղտնիք կբացահայտվի այդ օրը նաև,
տան հետ կապված ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ հիասթափեցնում, այստեղ նաև ցավ է տալիս, կամ ընտանիքի անդամներն են, կամ հենց բուն տան հետ է կապված այստեղ։ Միգուցե առիթի է, առիթի ժամանակ է դա։ Այստեղ նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք տալ, միգուցե նաև պետական հիմնարկություն եք ինչ-որ մի բան ձեռքը բռնում, տանում, նվիրում։ Ամենայն դեպս, ինչ-որ մի բան է այստեղ, կամ կարող եք հիասթափվել, պարտադիր չի, կարող է հարազատ է, հա, տան անդամ չէ, կամ տան հետ կապված ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, կամ չսպասել, այն ինչ-որ կանի, կասի, մյուս կողմից է նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը։ Եվ ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, նաև է փաստաթուղթ է, փաթ է, դե ինչ-որ մի բան, նաև ինչ-որ բան եք ստորագրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 8-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր նաև հիվանդանոց է, հնարավոր է բժշկական կենտրոն է, կամ յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Նաև սուտ կա այդ օրը, այստեղ ժամ եք պայմանավորվել, կամ միգուցե ինչ-որ մարդիկ ուշանում են, դա է հենց սուտը, որ իրանց ասած ժամին չեն լինում, այնտեղ որտեղ պայմանավորվել եք։ Բացի դա էլ դուք ինքներդ էլ, եթե պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան եւ սեղանի շուրջ եք նստելու։ Նաև այստեղ գաղտնիք է բացահայտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 8-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարող է բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է, ինչ-որ մի կենտրոն է, որը պետք է գնաք այդ օրը։ Նաև գործնական խոսակցություն ունեք, հենց դա է կարող գնում եք այնտեղ, ինչ-որ գործնական խոսակցություն եք ունենում, գործնական հանդիպում եք ունենում։ Երեխաների հետ կապված ոչ հարցեր կան, որոնք որ պետք է այդ օրը անեք, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, կարող հենց գնում եք պետական հիմնարկություն, հիվանդանոց եւ այնտեղ խոսում եք կամ ասում են, որ հղի եք։ Որոշ գործեր կարող եք անել, ավարտել այդ օրը, վերջնական որոշում կկայացնեք այն գործերն, որոնք որ մնացել էին։ Այդ գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 8-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոմանց կհրավիրեն առիթ, ոմանք դուք կարող եք առիթ ստեղծել եւ հրավիրել մարդկանց։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է գնաք, անեք, հնարավոր է ուսման կենտրոնն է, բժշկական կենտրոնն է, ինչ-որ մեկի հետ եք վիճելու, այստեղ կարող ստի պատճառով եք վիճում, որովհետեւ ձեզ կարող է ցավ է տալիս, դա պատճառով եք վիճում։ Նաև տուն եք մաքրում, որպեսզի եթե այստեղ առիթ ունեք, որ մարդկանց ընդունեք ձեր տուն։ Եվ որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կընդունեք, որը։ Եվ այստեղ նաև ունեք սիրո խոստովանություն, կարող է սիրելիների հետ է կապված, որ խաբել են, չեն գալիս, կամ ինչ-որ ձեզ ցավ են տալիս, դրա համար վիճում եք իրենց հետ։ Նաև սա հակառակ սեռի ներկայացուցիչ է, ում հետ կարող ծանոթանալ, սիրահարվել եւ ինչ-որ մի բան է տեղի ունենա, որը ձեզ նպարտադիր չի մարդը, որ ցավ է տալիս, վիճում է, ամբողջ օրը վիճեն, չէ՞։ Դա ձեզ կարող եք շատ լավ զգալ, ձեզ սիրված զգալ, ինչ-որ բաներ լինի, ձեր հարազատների շրջապատում լինեք եւ ձեզ շատ լավ զգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 8-ին։
Հարգելի օձեր, այդ օրը հրավերք ունեք այս առիթի կամ դուք կարող եք մարդկանց հրավիրել առիթի, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, երեխաների հետ կապված ոչ կողա առիթ է, առիթը երեխաներին է վերաբերվում, հղիություն, ծննդաբերություն, երեխայի սեռ եւ այլն։ Նաեւ դե ծնունդ, գնունք, կող այդ օրվա համար չի, մեկ այլ օրվա համար են ձեզ հրավիրում։ Նաեւ երեխաների հետ կապված յուրաքանչյուր բան կարող է տեղի ունենալ։ Երեխաներին վերցնեք, տանեք, գնանք ինչ-որ մի տեղ, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, եւ կողընկերն է ձեր իր երեխաներին բերում ձեզ մոտ, ինքը տեղ է գնում, եւ այդ օրը գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 8-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, դա կարող է նաև ձեզ ցավ տալ եւ տրամադրությունը գցել, դա ինչ-որ մի բան է, որ իրար հետ է կապված։ Նաև որոշ գործեր կարող են մնալ, չեք հասցնում ավարտին։ Իսկ հետո արդեն այստեղ հրավերք ունեք առիթի, կարող են ձեզ նամակով գրել, SMS-ով, կարող են ձեզ հրավիրատոմս ուղարկել կամ դուք եք հրավիրատոմս ուղարկում, դուք եք նամակ ուղարկում, հրավիրում եք որևիցե առիթի եւ արդեն ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, միգուցե ոմանց նաեւ սիրո խոստովանություն անեն, միգուցե դա է, ձեր լավ զգալու այդ պատճառը, նաեւ ձեր հարազատների շրջապատում կլինեք եւ էլի ձեզ շատ լավ կզգաք։ Ինչ-որ մի պահ է, որ այդ տհաճությունն է, որը ձեզ կարող է ցավեցնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 8-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ, այդ օրը ինչ-որ գործեր կարող են մնալ, չեք հասցնում իր ավարտին, դա ձեզ կարող է տհաճություն է տալիս, որ չեք հասցնում ավարտին, հանդիպում կունենաք, միգուցե հանդիպումն է տհաճ, ինչ-որ տհաճություն ունեք այդ օրը։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, կարող եք աշխատանքի համար հանդիպել որևէ մեկին, նաև դա կարող է լինել հարցազրույց, պատվերներ գրանցեք, առաջին աշխատանքային օրը լինի եւ այլն, ինչ-որ պահեր են աշխատանքի հետ, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար այնտեղ չնկատեցիք գումար կար թե չէ, եթե կար, ապա գումար կստանաք, միգուցե խառնելուց եկան իրար մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 8-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք սիրային ժամադրություն կունենան, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչպես կանեք, ինչպես կավարտեք, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, չգիտեմ ինչը, կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, նաև ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որը հաջողություն կլինի, հաջողությամբ կընթանա, հաջողություն կլինի այնտեղից, կամ միգուցե բժշկի հետ է կապված, միգուցե ուսումնական հաստատության հետ է կապված, ինչ-որ մի բան է, որը մոնդատական գործեր են, որը լավ կավարտվի կամ այնտեղից հաջողություն կգա։ Եվ ոմանք սերկ խոստովանեն, ոմանք իրենց սիրելիների շրջապատում կլինեն, դե այստեղ սիրային ժամադրություն ունեք բնականաբար, ձեզ լավ կզգաք, հուսով եմ այդ տհաճ պահերը կամ այդ հիասթափությունը իրանից չի, եթե առաջին անգամ է, ամեն ինչ հնարավոր է, այստեղ չգիտեմ էլի ինչն է, որովհետև այստեղ հաջողություն ունեք, չգիտեմ, դա համար է երևի, օրը ձեր ձեռքում, հենց այդ հանդիպումն էլ է ձեր ձեռքում, դրա համար շատ բանի կախված, այդքան էլ ճիշտ։ Առողջություն ինձ, մերսի, հեռախոսազանգ ունեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 8-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված խորհրդի հարցեր ունեք, նա օրը բժշկական կենտրոնն է, նաև ուսումնական կենտրոնն է կամ մեկ այլ պետական հիմնարկություն է։ Երեխաների հետ կապված նաև խորհրդը եւ կրկին, ինչ-որ մի նորություն է կամ ինչ-որ բան կարող է լինել առիթ է կամ գնում եք երեխաներին եք օրինակ տանում այստեղ ուսման կենտրոնն է, միգուցե նաև հղիություն, ծննդաբերություն, կնունք եւ այլն։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ինչ-որ մի բանն է ձեզ ցավ տալիս, չգիտեմ ինչ է այստեղ, չեմ կարող հստակ ասել, որոշ գործեր կանեք, կվերջացնեք, կավարտեք եւ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 8-ին։ Հարգելի շներ, այդ օրը գործնական ինչ-որ պետական հիմնարկությունում հարցեր ունեք, նաև գործնական հանդիպում կամ գործնական շփում ունեք։ Նաև պետական հիմնարկությունում դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլ կենտրոն։ Բայց ինչ-որ բաներով եք զբաղվելու, երևի մյուս գործերը կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Մյուս գործերը մնան, ոնց որ չանեք էլ։ Նա ինչ-որ կամ այդ հնարավորությունն եք բաց թողնում, հա, այդ պահիներ, ինչ-որ մի բան հնարավոր միգուցե պետական հիմնարկության հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում խոզերին հունվարի 8-ին։ Հարգելի խոզեր, նաև վարազներ։ Այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեր մոտ։ Գուցե ձեր տուն են գալիս, տուն եք մաքրում, որպեսզի գան։ Նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Հեռախոսազանգ ունեք, հանդիպում ունեք։
Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, զբաղվեք դրանցով։ Նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նրանցով որ պետք է զբաղվեք, կարող գնալ նման կենտրոն։ Եվ որոշ հարցեր այդ որ դե ձեռքից բաց կթողնեք, այլ մեկ այլ բան եք անելու եւ մյուսը բաց թողնեք։ Ժամը ձեզ համար շատ կարեւոր է, կամ այստեղ հեռախոսազանգ է, ժամ եք պայմանավորվում դիմացինի հետ։ Նաեւ ունեք շատ աշխատանքում հաջողություն, բիզնեսում հաջողություն, հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույց նաեւ ինչ որ մեկի հետ եւ ովքեր պատվերով են աշխատում, կարող այդ օրը պատվերներ եք գրանցում, կամ խոսում եք ձեր աշխատանքի մասին ինչ որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։